Երևանի քաղաքապետի խորհրդական Թևանյանի Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՕԱԿ-ին հանձնարարական համար 10 զեկուցել Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման ներդրումային առաջարկի ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքի մասին։ Հարգելի պարոն քաղաքապետ, Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով տարածքում գերակաշահ ճանաչելու մասին որոշման նախագիծը արդեն մեկ անգամ քննարկվել է կառավարությունում նախարարական կոմիտեի նիստում։ Այնտեղ հնչեցված դիտողությունը եւ առաջարկների հիման վրա նախագիծը ներկայումս լրամշակման փուլում է, սակայն դրան զուգահեռ տարածքում արկա գույքերի օտարման գործընթացը արդյունավետ կազմակերպելու նպատակով Երևան նախագիծ ընկերության կողմից իրականացվել է արկա գույքերի նոր չափագրություն, նպատակ ունենալով դրանք համադրել արկա վկայականներում արկա սխեմաների հետ, որպեսզի պարզ դառնա արդյոք տարածքում արկա գույքերը ինքնակամ եղանակով ընդլայնվել են կամ դրանց վերաբերյալ այլ փոփոխություններ արվել են թե ոչ, այդ տվյալների համադրությունը այժմ արկա է եւ այս պահին գործընթացը շարունակելու համար կխնդրեի ձեր հանձնարարականը ճարտարապետության քաղաքաշինության վարչությանը, իրավաբանական վարչությանը եւ վարչական շրջանին համատեղ վերլուծելու չափագրման եւ արկա վկայականներում արկա տեղեկատվությունը, որպեսզի հնարավոր լինի գերակաշահի որոշմանը կցվող ցանկում հստակեցնել օտարման ենթակա գույքերի հետ կապված տվյալները եւ վերհանել արդյոք տարածքում արկա են գույքեր կամ ավելացումներ, որոնք որ ենթակա են ինքնակամի հատկանիշով համապատասխան գործընթացների։ Ուզում եմ հասկանամ ինչի ենք եւս 3 սուբյեկտ ավելացնում այս process-ին, եթե Երևան նախագիծը գնաց է չափագրությունը արել է, ենթադրում եմ վկայականները ունեք ճարտարապետության վարչության հետ վարչությունը համադրել է այդ վկայականները։ Դե բա էլ ինչ հանձնարարական է պետք, այսինքն չափագրումը արված է, վկայականները ունենք, ինչ է 3 առանձին սուբյեկտ։ Որպեսզի կարգավիճակի հետ կապված ինքնակամա թե ինքնակամի հատկանիշներ ունենում ամբողջ գույքն է այդպեսին դառնում, թե միայն ավելացված մասով եւ այլն, այդ մասում չսխալվելու նպատակով, որովհետեւ դրանք համադրենք եղած վկայականները եւ դա թողանի Երևան նախագիծը իրենց արված չափագրության հետ եւ շատ կարճ տեղեկատվություն պատրաստի դրա վերաբերյալ, բայց սա ընդհանուր առմամբ գերակաշահի որոշման process-ին չպետք է խանգարի։ Սա կներեք էլի եւ մենք մի հատ էլ ինչ որ հարց ունեինք, որը որ կապված էր դատախազության հետ։ Ճիշտ եմ հիշում, կոմիտեում նմանատիպ հարցեր բարձրաձայնվել։ Ներեցեք ինչի հետ դատախազության որովհետև այնտեղ մի գույք կա, որը ապօրինի գույքի բռնագանձման ընթացակարգով քննության առարկա է հանդիսանում եւ այդ գույքը ցանկում ներառելու հետագայում գերակաշահ ճանաչելու եւ զուգահեռաբար դատախազության եւ դատաիրավական մարմինների կողմից ընթացակարգերի արդյունքներով պայմանավորված պիտի մենք դատախազությունից ստանայինք տեղեկատվություն, գրությամբ դիմել ենք, որպեսզի հասկանանք այդ գույքի նկատմամբ ինչ ռեժիմ պետք է գործի եւ ինչպես ենք դրա հետ կապված հարաբերությունները կարգավորելու, ենթադրաբար այդ փոխհատուցման գումարը պետք է դեպոզիտում սառեցվի հետագայում հասկանալու համար, եթե ճանաչվի ապօրինի կամ ոչ։ Պատասխան ստացել ենք դրա հետ կապված։ Պատասխան այս պահին դեռ չենք ստացել։ Ես առաջարկում եմ գերակաշահի որոշումը առաջ տանեք կոմիտեում նորից քննարկեք։ Շատ լավ, ուղղակի մի նկատառում գերակաշահի որոշմանը կցվում է օտարման ենթակա գույքերի ցանկը հստակեցնենք ու Երևան նախագծի հետ հստակեցնենք։ Առաջ, շատ լավ, բարի։